Հանուն հոր եւ որդվո եւ օգուն սրբո ամեն։ Սիրելի քրիստոնյա եղբայրներ, քույրեր, այսօր մեծ պահքի վերջին կիրակին է, որ փակ խորանով է կատարակվում։ Մյուս կիրակի կատարելու ենք Տիրոջ ծաղկազարդը եւ այս կիրակին մեծ պահքի կոչում է Գալստյան կիրակի։ Գալստյան, այսինքն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փառավոր Գալստյան։ Ինչպես այս պահքի կիրակիների ընթացքում մենք տեսանք, ինչպես մարդը, որ Տերը արարեց մարդուն, դրեց Եդեմական դրախտում եւ մարդը այնտեղից իր պատվիրանազանցության պատճառով դուրս եկավ, Աստված հանեց դրախտից եւ բնակեցրեց Եդեմի դրախտից դուրս պատվիրանազանցության պատճառով եւ փակեց դրախտի ճանապարհը, բայց Աստված իր ստեղծած մարդուն մենակ չթողեց եւ այդ ամբողջ ընթացքում Աստված խոսեց մարդու հետ իր մարգարեների միջոցով եւ ասվում է, որ վերջին ժամանակներում էլ խոսեց մարդկանց հետ իր որդու միջոցով եւ ուղարկելով իր որդուն մարմնացավ, մարդացավ, ծնվեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից եւ մարդ եղավ եւ մարդկանց Աստծո ստեղծած մարդկանց, այսինքն մեզ ցույց տվեց Աստվածային այդ դրախտային պարտեզը ետ դառնալու ճանապարհը։ 3 տարի քարոզեց մարդկանց, քարոզեց իր աշակերտներին, 12 աշակերտներին, քարոզեց մարդկանց այդ 3 տարիների ընթացքում եւ այդ 3 տարիների ընթացքում տարբեր տեսակի ավագներով մարդկանց մեզ մարդկանցս կրթեց եւ ցույց տվեց դեպի դրախտային դեպի երկնային արքայություն եւ երկնային դրախտ վերադառնալու ճանապարհը։ Եվ իր առաջի գալուստով նա եթե մեծ սիրով եւ իր սերը եւ գութը բերեց մարդկանց, դաստիարակելով, սովորեցնելով մարդկանց, ցույց տալով դեպի երկնային արքայություն վերադառնալու ճանապարհը եւ վերջում Տիրոջը Հիսուս Քրիստոսին խաչեցին եւ Աստված իր խաչելությամբ բացեց երկնային արքայության դռները։ Տեսեք, մեծահարուստը աղքատ Ղազարոսին ինչպես էր վերաբերվում։ Եվ աղքատ Ղազարոսը իր այդ տկարությամբ, այդ հիվանդության ժամանակահատվածում անգամ մեծահարուստի այն տան շանը գցած, ինչպես ասում է, կտորներով հազիվ էր սնվում։ Եվ երբ որ Տերն ասում է մահացան եւ աղքատ Ղազարոսը եւ այնուհետեւ մեծահարուստը եւ ասում է մեծահարուստը շատ զարմացավ երբ որ երկնային արքայությունում տեսավ աղքատ Ղազարոսին
Սիրելի քույրեր, եղբայրներ, Տերը իր առաջի գալստով մեզ մարդկանցս սովորեցրեց, կրթեց, որպեսզի աստվածային իմաստությամբ մենք մեր այս երկրային այս կյանքի ընթացքում քայլենք, բայց ասում է գալու է Տիրոջ երկրորդ գալուստը, բայց երկրորդ գալուստը մեզ մարդկանց համար շատ դժվար և ծանր է լինելու, որովհետև ինչպես առաջի գալուստն էր մեր Տիրոջ, այնպես չի լինելու երկրորդ գալուստը, որովհետև երկրորդ գալուստը Տերը գալու է կրակով և հրով, այրելու այս երկիրը և հավաքելու իր այն զավակներին, ովքեր այս կյանքի ընթացքում հուսացան իրեն, ապրեցին իր պատվիրաններով։ Տեսեք, երեկ մեր Սուրբ Հայրապետի Գրիգոր Լուսավորչի մեծ սոսկալի չարչարանած և մուդնի վիրապ տոնը կատարեցինք։ Տեսեք, չարչարվեց մեր Սուրբ Հայրապետը, կանգնեց արքայի դիմաց և 12 չարչարանքներ ստացավ, բայց իր Աստծուն չուրացավ և վերջում էլ նետվեց խոր վիրապի այդ մեծ Արտաշատի այդ բանտի այդ մեծ գուբը և 13 տարիներ ի վեր չարչարվեց Աստծու անվան ու փառքի համար։ Մեր ազգը մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի այդ չարչարանքների և այդ երկար տարիների աղոթքի պատճառով աղոթքի արդյունքով լուսավորվեց և դարձավ այս երկրի վրա առաջի քրիստոնյա ազգը։ Եվ մենք էլ սիրելի քույրեր, եղբայրներ, տեսեք այս վերջի պատարագն է, որ փակ խորանով է կատարվում։ Մյուս կիրակի մեր Տիրոջ Սուրբ գալուստն է։ Չարչարանքների վերջին շաբաթին ենք հաղորդակից լինելու և վերջապես իր Սուրբ Հարության տոնին արժանանալու ենք իրար հետ նշելու։ Եվ թող Աստված մեզ բոլորիս արժանացնի, որպեսզի այս տարի էլ մեր Տիրոջ Սուրբ Հարության տոնը իրար հետ կատարենք և նշենք, ուրախանանք և ցնծանք մեր Տիրոջ Սուրբ Հարությունով և ցնծանք այն խոստումով, որ Տերը տվեց մեր մարդկությանը Քրիստոսի իր որդու Հիսուս Քրիստոսի փրկչական այդ խաչելությամբ։ Եվ այսօր էլ այս աղոթից օգտվելով, քանզի որ վաղը մեր Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է, սիրելի քույրեր, մայրիկներ, աղջիկներ, աղոթից օգտվելով ես շնորհավորում եմ բոլորիդ, թող Սուրբ Մարիամ Աստվածածինը բարեխոս լինի բոլորիդ համար։